Իմ կարծիքով, քանի որ Ռուսաստանը դեռ զբաղված է, եւ նաեւ Ռուսաստանի Ուկրաինայի մասին կարող ենք խոսել, նա տեսնում է, որ Ռուսաստանը դեռ զբաղված է Ուկրաինայում, եթե լինի խաղաղ պայմանագիր Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, դա հնարավորություն կտա Ռուսաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել Իրանին եւ փորձել նաեւ այս հարցը խաղաղ ձևով լուծել։ Բայց հիմա տեսնում ենք, որ անգամ Ռուսաստանի հետ այդ process-ը շատ լավ չի գնում, քանի որ երեք Տրամպը ասաց, որ քանի որ Պուտինը ասում է, ես Զելենսկուն չեմ վստահում, սա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այս բանակցությունները եւ մենք պատժամիջոցներ պետք է կիրառենք, երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, այսինքն հիմա սկսել է սպառնալ։ Նույն սպառնալիքը Զելենսկուն է նաեւ ասել, որ քանի որ Զելենսկին չի ուզում զիջումների գնա, մեկ անգամ եւս ասաց, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում չի լինի, այսինքն այդ ամբողջ պատերազմի պատճառը Ուկրաինան ՆԱՏՕ մտնելն էր։ Հենց այդ պատճառով Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, որ դա թույլ չտա։ Եվ իրենք խոստանում են ՆԱՏՕ, հիմա ասում են ոչ, ՆԱՏՕ չի լինի։ 3 տարի հետո 1 միլիոն մարդ մահացավ, Ուկրաինան դատարկվեց, ավիրվեց, միլիոնավոր մարդիկ փախան, այդ երկերը եւ 50 տարի դեռ չի կարողանալ վերականգնվել։ Եվ այդ ամեն ինչից հետո ասացին, որ մենք ձեզ խաբել ենք, բացի ասեցին։ Ուալցը ասաց, մենք խաբեցինք ձեզ, կներեք։